Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքի նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Կարեն Սարգսյանի Telegram-յան ալիքի հղումը, որին եւս ցանկության դեպքում կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ողջույն ջան, ողջույն։ Պարոն Սարգսյան, երեք տեղի ունեցած պատարակ Հովանավանկում, որին նաև Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում, ինչպես եք մեկնաբանում, սա քննարկումների կենտրոնում է հայտնվել եւ այսպես ասում է իշխանությունը գրավում է եկեղեցին։ Ճիշտն ասած, կարողանա եւ հավատքը ինձ շատ անձնական բան է։ Իհարկե կարող է սրան փորձել քաղաքական հաստատալ եւ բոլոր կողմերը դա կփորձեն դա անել իհարկե, բայց ինձ համար ինքը մնում է ինչ որ բավականին անիմաստ գործողություն, այսինքն էներգիան, որը ծախսվում է, թե դա մեկնաբանելու, թե դրա մասին ինչ որ երկար խոսելու, կարելի է շատ ավելի հետաքրքիր բաների վրա ծախսել։ Չեմ համարում, որ դա ինչ որ նշանակություն է ունենալու։ Գրեթե վստահ եմ, որ մի քանի շաբաթ անց դրա մասին մոռացվելու է։ Ուղղակի տեղեկատվական աղմուկ կա, որով լցվում է դաշտը, հայտնի է, որ Փաշինյանը միշտ փորձում է բան անել, մնալ ուշադրության կենտրոնում, եւ դա միշտ շատ վատ հետևանքներ է իր համար ունենում։ Ամեն անգամ էական չի ոնց։ Հիմա այս եկեղեցու պատմությունն է։ Դե հիմա գնացել է լավ արի, ինչ ասեմ։ Աստված իր հետ հիմա ես չեմ կանգնելու ասում քիա գնացել եկեղեցի։ Եկեղեցի Ասում Մայրաթորը կարգալույց է արել հոգևորականին, որևէ լիազորություն չունի։ Նիկոլ Փաշինյանը Մայրաթորի մասին մենք խոսել ենք արդեն։ Այսօրվա դրությամբ ցավոք սրտի Մայրաթորը գտնվում մարդու ձեռքով պատերազմի ժամանակ ռազմական հանցագործի շքանշան ստացել։ Ոնց որ ես իրան ոնց որ թե առանձնապես որպես բարոյականության կամերտոն չեմ ընդունում ու ընդհանրապես ինքը հեղինակությունը կարող է շենքի ներսում իր այդ հեղինակությունը բավարարա, բայց ազգային տեսանկյունից ոչ իհարկե։ Պաշտոնը հարգում ենք այդ այն առումով, որ ամենայն հայոց կաթողիկոսն է, բայց հայոց կաթողիկոսի պաշտոնն ենք հարգում, ոչ թե այդ պաշտոնը գրաված մարդ։ Ոնց որ իսկ այդ նկարագրածը, որ ասենք որ մեկին բան արել, դա իր գործողությունն է, որովհետև ինքը ի սկզբանե ռազմական հանցագործից, մանկապիղծ ռազմական հանցագործից շքանշան ստանալով կորցրել է իրավունքը խոսալ բարոյականության մասին։ Դա եղել ավելի շուտ քան բան։ Այն մնացած ինչ որ Նիկոլա ասում է երեխա ունի, չունի, դա չի վերաբերվում ընդհանրապես։ Ես չեմ համարում, որ ես իրավասու եմ կամ այն մարդն եմ կամ ընդհանրապես ինչ որ տղամարդ մի հատ ուրիշ տղամարդու տեղաշորի մեջ հայտնված մասին պետք է խոսել, աբսուրդ է։ Ուրիշ հասկանալի է ընդհանրապես այդ որտեղից է առաջացել, որ երեխա ունի, չունի, սիրած ունի, չունի, քո ինչ գործ։ Նախանձում ես վիճակն է, հիմա դիտում ենք վերաբերվում։ Ինչ չի վերաբերվում այդ հարցը ընդհանրապես, եթե եկեղեցին համարում է, որ դա օքեյ է, դա նշանակում է, որ դա օքեյ է այս պահին։ Դա ուղղակի նշանակում որ եկեղեցին իմ աչքերում եւս մի 4 աստիճան իջնում է ներքև 5-6, չգիտեմ, բայց ինքը իջել է այնտեղ, որովհետեւ Պուտինի շքանշան է ստանում այս մարդը։ Ամենայն հայոց կաթողիկոսը ինչ որ պալկովնիկից, որը ռազմական հանցագործ է, որի վրա հոդված կա մանկապղծության համար։ Ասենք այդ մարդուց շքանշան է ստանում, դուք ինչի մասին եք խոսում։ Որ ինքը ինչ պետք է անի, որ աչքիցս ընկնի, չգիտեմ։ Հələ որ չի արած բան։ Եվ պարոն Սարգսյան, պատարակի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ քաղաքացին, որը կարգալույց հռչակված քահանային չէր ուզում խորանում տեսնել, բացականչում էր, որ իրավունք չունես պատարակ մատուցելու, Նիկոլ Փաշինյանի ախրանան միանգամից բերանը փակելով, ձեռքով սեղմելով տղայի բերանին դուրս հանեցին եւ տարան ինչքան կարող էին հեռու, հետագայում չթողնելով այլևս եկեղեցի մտնի։ Սա ինչպես եք մեկնաբանում ժողովրդավար Հայաստանում։ Դաշի ժողովրդավարության հետ կապ չունի, եկեղեցի տարածքում պահի քեզ նենց ոնց որ դու եկեղեցում պետք է պահես։ Նորից եմ ասում, հարգանքի արժանի ինստիտուտ է, ոչ թե մարդիկ։ Դա հայ առաքելական եկեղեցու ինչ որ տեղ է։ Ինչ ասեք է գորգռում ընդ։ Ասենք ինչ իմաստ ունի, որ ինչ, ում է այդքան սպասում էիր, որ սա հավաքվեն ԶԼՄ-ներ լինեն, որ գազ գորգռած։ Ինչ հերթական անիմաստ
քաղաքական ակցիա բացի դրա մեջ ասենք ինչ պետք է ման գաս հիմա ստեղ են ասել կեղտի մեջ ընկած ինչ-որ բան ենք ման գալ մաս հիմարություն է կատարվում հիմա բոլորը այդ ոճի մեջ շարունակում են դրան իհարկե պատասխանատու կա մենք գիտենք որ ինքը մեղավոր չի բայց պատասխանատու է բայց ելի եմ ասում ես ամեն ինչ նրա համար է որ մնալ տեղեկատվական դաշտում դուք ինչ գիտեք ով էր այդ տղան կարող են ծախրանայի բարեկամներից մեկն էր ուղղակի պետք է որ միջադեպ լինի որ մի բանի մասին խոսան Մեծիզո դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը կարկալույց հրճակված քահանայի պատարագին մասնակցելով չի խարխլում հայ առաքելական եկեղեցու հիմքերը, ինչպես նրան մեղադրում են։ Ես համարում եմ, որ ես բավականաչափ տեղեկացված չեմ գիտելիք եւ առավել եւս իրավասություն չունեմ նմանատիպ հայտարարություններ անելու։ Ես եւ եկեղեցական կյանքը եկեղեցին ընդհանրապես հասարակության ինստիտուտներից մեկն է, որը մենք մասնագիտականորեն ուսումնասիրել ենք եւ շատ վաղուց արդեն դրա բանը ինձ մոտ փակ է։ Ինքը ընդհանրապես ինստիտուտներից մեկն է, ինքը իր գործառույթներ ունի հասարակության մեջ, ինքը նաեւ երևի ինչ որ մասով պետք է որ բարոյական բաները պահեր, բայց այդքան է ոչ ավել, ոչ պակաս դրան ես առավելագույնը հավատքը շատ անձնական է, հավատքը ինստիտուտի հետ կապ չունի։ Մենք պատմականորեն, ասենք, չգիտեմ, եկեղեցով արկելված չի աղաղոթել որ դե ուզում ես, կան, ասենք, քրիստոնեական բաներ, որ անպայման պետք է գնաս մտնես շենքը, շինությունը, որ կարող աղոթքը տեղ հասնի ճակերտավոր։ Եթե դու հավատում ես անկախ նրանից եկեղեցու ով ինչ պատարակ տալիս, թե չէ որ պատարակ են տալի մարդիկ ում բան չեն արել, չեն զրկել պաշտոնից, բայց դու գիտես իրանք ովքեր են։ Ասենք բանը նույնս բունկերային առնիցից շքանշան ստացածի հալել ախպերը Մոսկվայում։ Ինչ նորմալ տերտերը, հա։ Ինչ վերջացրեք էլ։ Ինձ չի թվում նարեկ, որ այս թեման էական, ես լուրջ եմ ասում, ինչ որ ժամանակ, այս մի քանի օրը կանցնի, ինքդ կհամոզվես, որ ընդհանրապես ոչ մի կապ չունի իրականության հետ։ Բայց մայիսից է այս թեման սկսել, դեռ շարունակում։ Բոլորը թքած ունեն։ Բոլորը թքած ունեն, նարեկ մայիսից սկսեց, երբ որ դատարկ էր, հիշում ես, դատարկ էր մի քիչ տեղեկատվական դաշտը, սկսեց մայիսից։ Հետո առաջացավ բանը, ինչ էր հերթականությամբ սենց որ գանք ենկայակալասի այցներ որ մի քիչ մոռացան, հետո էլի ինչ որ մի քիչ եկեղեցու մասին խոսացին, հետո բանը կանչեց, այն անձնավորությունը կանչեց, ասաց եկեք մի հատ ես դες բանալի տամ, մեկ էլ չգիտեմ ինչ, կեպկա տամ, որի վրա գրած է Make America Great Again, որ չգիտեր Կամբոջայի թե Ալբանիայի վարչապետին էր կանչել։ Մի հատ գնացին այնտեղ, եկան սկսեցին խոսալ խաղաղություն, այնքան խոսացին, մինչև արդեն բոլոր տեղերից ասեցին խաղաղություն չի, ուղղակի եւս մեկ քայլ է դեպի խաղաղություն, տեսան որ չի անցնում, հիմա նորից սկսեցին խոսալ տերտերներից։ Պարզ չի զապասնո ինչ որ մի հատ բան են, ասում քանի որ սիրածների մասին են խոսում, եք միշտ կա, չէ՞, դա զապասնո մի հատ այրադրում է, զապասնո սիրած։ Բայց հիմա ինչ որ տեսանյութեր են հրապարակվում, որը վերագրվում է Մայրաթորի դիվանապետին, սեռական բնույթի, հա, այսինքն սա արդեն ավելի չի խորանում այս թեման եւ դուք այդ Ես նորից եմ կրկնում, նարեկ, տղամարդին վայել չի տենց բանով զբաղվել։ Առավել եւս բան հետագայում դա տարածել կամ քննարկել։ Ես էլ մարդաս հիմա այդ իրա խնդրեմն է։ Եթե այնտեղ կա բան քրեական հիմք, հա, անպատասխան մարմինները պետք է զբաղվեն։ Եթե տեղ չկա քրեական հիմք, ոչ մի ուրիշ տղամարդ դրա մասին չունի խոսալ։ Ընդհանրապես։ Կին էլ իրականում, ինչ կապ ունի տղամարդ թե կին։ Հասուն ինքնաբավ, սենց ինչ-որ արժանապատվություն ունեցող մարդը տենց բաների մասին չի խոսում։ Հիմա Նիկոլը համարում է, որ այդ էական է, ապրեք, հետո։ Արդյոք դա էական է, թե չէ, նորից եմ ասում, ինչ որ ժամանակ կանցնի, օրեր։ Այս թմրամոլի տակտիկա է, մի քիչ էլ են ծանրացնում, մի քիչ էլ, մինչև ուր։ Իմաստ չունի այս ամբողջը, տնտեսության վիճակից է պետք խոսալ, ինչ որ մեկը լրագրողներից նայել է հաշվետվությունները,
Երկրորդ երամսյակ կիսամյակ եկավ, երկրորդ երամսյակի տակ բաները, տվյալները։ Ամբողջ առևտուրը Ռուսաստանի հետ կանգնել է փառք Աստծո, բայց քանի որ մեր մոտ տարբեր պատահական տեղերից նախարարներ են նշանակվել ժամանակ առ ժամանակ, ոչ մեկ չգիտի ինչա կատարվում էկոնոմիկայի նախարարությունում եւ էկոնոմիկան ինչ վիճակում է։ Լիքը հարցեր կան, որոնք էական են։ Ինչ կապ ունի, ով է ում հետ, ինչ արել, այդ լուրջ պետական մակարդակի վրա քննարկելու թեմա է։ Իրոք, ինչպես կասեր դասականը։ Հիմարությունն էլ իշուկ։ Ասպակ խուժը չեմ նա բազարել։ Տեսեք, այս հոգևորականների թեմայով, բայց ավելի լուրջ, հա, բանով, այսպես հարցադրմամբ գոնե ասենց մտահոգություններ առաջացնող տիրույթ է տարվում այս թեման։ Ասում են Նիկոլ Փաշինյանը հղում անելով հրապարակումները, ասում է կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է։ Կաթողիկոսի եղբայրը հիմա Մոսկվայում հայոց թեմի առաջնորդն է։ Սա եւս այդ Որ Նախիջևանի, այո։ հա, հերթական այդ հայտարարությունների շարքին է դասվում կուսակրոնության ուխտը խախտելու եւ այլնի մակարդակի, թե սա ավելի լուրջ մեղադրանք է։ Սա դառը իրականություն է։ Ապացույց։ Վստահ եմ, որ ԱԱԾ-ն ունի, բայց ապացույցներ, որ այսօր Էջմիածնում նստած անձնավորությունը, որին պատահաբար նշանակել են կաթողիկոս հոկտեմբերի 27-ին 99 թվականին, ինքը վտարվել է Գերմանիայից, դա չի հերքվել երբևիցե, կասկածանքով, որ աշխատել է սովետական KGB-ի համար։ Եվ եթե այդպիսի բան կա, ինչու հենց այդ ուղությամբ չգնալ, այլ հարցը իջեցնել անձնական սեռական հարաբերությունների մակարդակի։ Նար ջան, բայց դու գիտես չէ, որ ես կապ չունեմ իրենց հետ։ Ինձ էս հիմա ինձ հարցը տալի, ոնց որ ես ով եմ, վարչապետն եմ, աշխատակազմի ղեկավարն եմ, նախագահն եմ։ Թե դուք ընդամենը պետքա կարծիք հայտնեք։ Չէ, ես դրա համար եմ ասում, դա իմ կարծիքը մի քանի անգամ հայտնել եմ, ընդ որում սրանից շատ շուտ, հիշում ես, հունիսին էին երևի խոսում, թե մայիսին է, ասեցի, որ իրանք պետք է հեռացվեն։ Թե այս բանը, թե իր հալալ աղբերը, թե ամբողջ անձնակազմ, ընդհանուր առմամբ մարդիկ, ովքեր հայրաքելական եկեղեցում նստած չեն հասկանում հայրաքելական եկեղեցու եւ ռուսուղապար եկեղեցիների տարբերությունները եւ փորձում են հрамցնել, որ դրանք նույնն են։ Դրանք բոլորը պետք է հեռացվեն քրեական գործերով։ Այդ քրեական գործերով պետք է զբաղվել։ Այսինքն պետք է հաստատ գործառույթներ կան, ցավոք սրտի մեզ մոտ ամեն ինչ դրված է սերիալային բանի վրա։ Ամեն մի հերթական բանը սերիայի մեջ մի հատ սկանդալային նյութ ու հետո նորից շարունակում, որ էլի նային, բայց սենց է, եթե պետականության համար կարևոր գործառույթ է, օքեյ, համարում եք KGB-ի գործակալ է, կամ FSB-ի գործակալ է, կամ ընդհանուր առմամբ հատուկ ծառայությունների, կանչում եք, ձերբակալում եք, հատուկ տեղեր կան, նստացնում եք, հարցեր եք տալի, անպայման տրամադրում եք դատապաշտպան, հարցեր եք տալիս այնքան, մինչև ինքը ծագվում է, կամ գտնում եք մարտով ապացույց, այսինքն գործ եք անում։ Եվ եթե խոսքը գնում է երրորդ երկրների հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կամ գործակալական գործառույթներ կատարելու իրենց համար, ամեն ինչը գնում է հույժ գաղտնի։ Դրա մասին չեն հայտարարում։ Ցավոք սրտի, թե Փաշինյանը, թե իր թիմակիցները 7-րդ տարին կառավարելով այդ էլեմենտար բաները չեն հասկանում։ Կան բաներ, որոնք չեն հայտարարում։ Օրինակ 44 օրյա պատերազմի արդյունքներով իրականացված բանի Քոչարյան Անդրանիկի հանձնաժողովի այդ մեծ թուղթ են, որ աղմուկով հեսա անպայման կհրապավոն չենք հրապարակի, ով որ չհրապարակեց, ինչ ասես ասի, մենակ չասին, որ շանտաղա է, որտեղ բոլորը գիտեին, որ չեն հրապարակել։ Հիմա գցել են բան, գաղտնի տակ։ Ու ոչ մեկ չի իմանա ինչ անտեղ եղել։ Պակաս թեմա է խոսալու։ Հա? Այդ տղեկը իրավունք չունեն, որոնք որ ընդ դիրքերում մնացին ավերջ,
որ մենք իմանանք իրանք խի մնացին։ Թե անպայման պետք է ընկնենք կաթողիկոսի, չգիտեմ, հերթական ծառայի, հերթական բան, հորքուրի, մորքուրի, քերական ու չեսիմ ինչ, սեռական բաներ մենք, ջանդամը թե իրար հետ ինչ են անում։ Դուք ինձ ասեք 44-օրյա պատերազմի արդյունքով ձեր այդ հանձնաժողովի արդյունքները ինչ եղավ։ Ինչի է գաղտնի տակ։ Իսկ գիտես չէ՞ որ գաղտնիության խնդիր կա։ Դու չես կարող գնաս գաղտնի փաստաթղթերի հետ ծանոթանաս։ Որտեղ որպեսի քեզ տան այդ գաղտնիության թույլտվություն, դու պետք է համապատասխանես ինչ որ բաների կարգավիճակի, ինչ որ գործառույթներ կան, որ դու պետք է անես, ինչ որ պահանջներ կան, որոնց դու պետք է համապատասխանես։ Այդ ինչ պահանջների դու պետք է համապատասխանես, դու չես կարող իմանաս, որտեղ այդ պահանջներն էլ են գաղտնի։ Եվ ինչ է հասցնում սրանով իշխանությունը, որ չի հրապարակում այդ Նարեկ ջան, լրագրողը դու ես։ Դու պետք է այդ հարցը իրանց տաս։ Ինչ է թաքցնում, չգիտեմ, որտեղ գաղտնի է։ Իրանք փագել են, Նարեկ, ամենասկզբից փագա։ Ոչ մեկ չգիտի, ընդհանրապես բան եղել է, թե չէ։ Շուտ բան հարցրել են, թե չէ։ Ասում են եղել են մարդիկ 6 ժամ խոսացել են, դե 6 ժամ գաղտնի բան են խոսացել։ Չգիտեմ, գաղտնիության հարցերը ու տենց է, իրանք հայտարարել են, որ դա գաղտնի է, ու վերջ, ու ինչ։ Ինչ կարաս անես, ոչ մի բան։ Մենք հարցնում ես, ինչը, չգիտեմ, գաղտնի է։ Ընդ որում փագում են, էլի, մեզ չոր բացում են։ Եվ եզրափակելով եկեղեցու թեման, Մոսկվայից է աջակցություն եղել ուղղափառ եկեղեցու, ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլի խորհրդական Գունդյաև։ Ինչպես? Գնդապետ Գունդյաև։ Իր մասին ուկրաինական բաները, վաղուց աղբյուրները ամեն ինչ բացել են, հրապարակել են։ Կա նաև դավադրական տեսություն, որ ինքը նույն Յապոնչիկն է։ Հենց որ ժողովուրդ ռուս եկեղեցին ընդհանուր առմամբ ինքը սկի տոմոս չունի։ Ռուս եկեղեցին այսօրվա օրով, որը կա, ինքը ստեղծվել է Ստալինի հրամանով 1942 թվականին։ Եվ նույնիսկ հենց այդ պահից էլ բոլորը NKVD-ի թույլտվությամբ են այնտեղ հայտնվել եւ ինքը շարունակում է դրանից հետո տենց էլ մնալ։ Ռուս առաքելական եկեղեցի քրիստոնեության հետ ունի շատ քիչ կապ, օրինակ այնտեղ ժամանակ առ ժամանակ բաներ, ես էլ եմ հանդիպում, բայց դա ուկրաինական աղբյուրները դրանց հետևում են, որ նայեք իրենց պատարակների մասին ինչ են ասում այդ այսպես կոչված տերտերները։ Ну, հա։ В общем, ենթադրում եմ, չեմ պնդում, բայց ենթադրում եմ, որ Օսվենցիմի, ասենք, դրամպահները շատ ավելի հումանիստ էին։ Ամեն դեպքում Կիրիլի խորհրդականն ասում է, որ հայ առաքելական եկեղեցին անջատ է պետությունից եւ վարչապետը իր լիազորությունները չարաշահում է միջամտելով եկեղեցու գործընթացներին։ Սա ինչպես եք մեկնաբանում։ Ես մեկնաբանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ անկախ պետություն է, իսկ ինքը կարող գնա ռուսական նավի հետևից իր ամբողջ եկեղեցու հետ միասին, այսպես կոչված եկեղեցու։ Չպետք է եկեղեցիները իրար սատարեն, պաշտպանեն։ Ռուսական եկեղեցին եկեղեցի չի, դա մեկ, երկրորդը ինքը չի կարա սատարի, ինքը պետք է գնա, ասեցի ուշ։ Բառիս բուն եւ փոխաբերական իմաստներով, բոլոր իմաստներով ինքը պետք է լեզուն մտցնի այնտեղ որ պետք է մտցնի ու ռադը քաշի Հայաստանից եւ ցանկացած պարագայում Հայաստանի մասին չխոսի։ Ռուսաստանը ընդհանրապես մի բան պետք է ականջինով անի, որ այն ինչ որ կատարվում է Հայաստանում իրենց չի վերաբերվում։ Նենց որ չէ, չպետք է։ Ընդհանրապես չպետք է։
Այլ թեմաների անդրադառնանք, իշխանությունը մեծ ձեռքբերում է համարում այն, որ ղազախական ցորեն է Ադրբեջանով գալու Հայաստան։ Սա արդյոք ապաշրջափակման մի մաս է կազմում, թե ոչ։ Չորենի գալը Դե որ Ադրբեջանը բեռների համար բացում է ճանապարհը։ Ղազախական ցորենը որ գալիս է դա լավ է, բայց ցորենը մեծ հաշվով ամբողջ աշխարհում համարվում է ցանկացած բարենային մթերք համարվում է հումանիտար նշանակության, նույնիսկ գազան շրջափակման մեջ դա ստանում էր պատերազմի ժամանակ։ Այդ մենակ Ադրբեջանն էր, որ Արցախին էր սոված պահում, էլի։ Հենց որ ես չեմ հավատում, որ սա ապաշրջափակում է, ստեղ ուղակի պետքա ցույց տալ, որ մեծ թուրանը գործում է եւ իրանք ուզում են ապացուցեն, որ իրանք չնայած որ թուրան են, իրանք նաեւ ինչ որ բաներ ունեն։ Ինձ ընդհանրապես դա չի ուրախացնում, ընդհանրապես որովհետեւ դրական բան դրան չեմ տեսնում այդ ծորենի գալու կամ Հայաստանի ինչ տարբերություն Ղազախստանից կախված լինես թե Ռուսաստանից։ Նույն իրանք Ասենք աշխարհում էլ ցորեն չկար, հա? Այդ մեկ բան, հիմա որ այդ հարցը ընդեղ տաս կասեն էժան է։ Okay, էժան։ Այն ինչքան որ Հայաստանին է պետք։ Այդ թանկություն էժանություն չի բանանի, չի զգացվում։ Ասենք դու կարաս գնաս մի բանա ցորենը ընդհանուր առմամբ ցորենը թանկ ապրանք չի, ցորենը էժան ապրանք։ Հա գնում ես, գիտես որ ասենք քեզ օրինակ, չգիտեմ 10 կիլոգրամ կարտոֆիլ է պետք։ Ու դու նայում ես, ասում ես 200 դրամով առնեմ, թե 206։ Ու տենց երկար մտածելուց հետո տեսնես, որ 200-ը այդքան է լավը չի, բայց էժան է, առնում ես, հետո հասկանաս, որ 60 դրամի համար ինչ-որ անհասկանալի գործողությունների մեջ եմ գարել։ Հենց դա հարց։ Հայաստանին ընդհանրապես պետք չի կախվածության մեջ ընկնել։ Այսինքն դա կախվածությունից չի բրծում։ Ինչ գիտեք, Ղազախստանից է եկի, կարող է ռուսական ցորենա, կարող է Ուկրաինայից գողացած ցորենա, որը պատժամիջոցների տակ է Հայաստանին գցելու։ Կարող է մանա մկնդեղ են լցրել հետը։ Կարող է ավելի վատ բաներ են լցրել Ադրբեջանի տարածքով անցնելուց, որ հիմա չի երևա 3 տարի հետո կամ 3 ամիս հետո կերևա։ Կարող է երեխեքը ուտեն չբերություն մոտները առաջանա 20 տարի հետո։ Ով գիտի ինչով է ստուգելու։ Դու չունես խաղաղություն այդ մարդկանց հետ։ Իրանք միևնույն է դբրոցներում անցնում են, որ քեզ պետքա ոչնչացնեն։ Ինչիդ վրա ես ուրախացել, որ կախվածության մեջ ես ընկնում իրանից։ Ինչ-որ անհասկանալի գործողություններ է կանում։ Լավ հասկացա, դիվանագիտորեն ասա, հա, խաղաղությունը շատ լավ է, լավ էտել, հա, լավ թքած, սաղ աշխարհը վրդ խնդում է։ Բայց իրոք գնաս կախվածության մեջ ընկնես, ու դու հոգեկան չես։ Ինչ լավ բան կա Ադրբեջանով, ինչ որ բան բերելուց չեմ հասկանում։ Ինչն է ձեզ ուրախացնում ուտել։ Չեն կրակում փառքաստու, всё տղեկը կանգնած են, հանգիստ են, մարդ չի զոհում, իդեալական է, հանգիստ ապրում ենք դալշեն, ինչ պարտադիր է հիմա գնալ գրկա խառնվել, փաթաթվել, հələ մեկը մորթելու է քեզ։ Շու մեկը կասկածում է, որ իրանք առիթ են սպասում, որ մորթեն, չեմ հասկանում։ Իրոք բանում հա տենց նստած քպեում բանեն, հա գիտեն պրծել, հա PlayStation-ի վրա են կառավարում, հա, save արեցին դուս եկան։ Մանկամտություն է էլի պոն։ Դե քպից ասում են, այ երբ Ադրբեջանը Ալիևը ռազմատենչ հայտարարություններ է անում, բոլորը դա դրոշակ եք դարձնում, բայց երբ կառուցողական բան է ասել, ոչ մեկը չեք ասում, որ Նորից եմ ասում, իրանք ապացույց ունեն, որ մեջը թույն լծրած չի։ Իրանք ապացույց ունեն, որ դա գողացած ցորեն չի։ Ինչ որ մեկը իրանցից դրա մասին մտածել է, թե չեն արեք, թե իրանց պետքա որ բանը չի լինելու ոչ մի ուրախություն։ Նորից եմ ասում, որտեվ իրանց ոչ մեկ չի վստահում, ոչ թե որովհետև իրանք ԿՊ-ից են, այլ որտև իրանք դիլետանտ են։ Իրանք էլեմենտար բաներ հաշվել չգիտեն։ Տարական ինչ-որ անտառային թվաբանության մակարդակի բանը։ Ալիևը ռազմատենչ հայտարարությունները ի դեպ տարածում էին հենց իրանց ԶԼՄ-ները կամ տելեգրամ ալիքները։
Նես չի որ ուրիշները։ Թեման բոլորին ասենք անհանգստացնում է, իրանք էին խոսում, նրանք էին։ Սա բոլորը խոսում էին, բոլորը դրանց անհանգստացած էին, դե պարզ է ակնկալում էին, որ այս երկիրն է, ասենք, ինչ-որ իշխանություն ունի, ուժեղ տղեկ են իշխանության մեջ, իրանք է մի բան կասեն։ Դե երևի չգիտեմ։ Ինձ օրինակ երբեք չէր հետաքրքրում Ալիևին։ Ես այն ինչ որ ինձ պետք էր, ես ստանում էի ուրիշ աղբյուրներից։ Ալիևին տարածել, մեկնաբանել եւ այլն, այդ ոնց որ այդ գործարար թիմը չէր։ Տեսեք, Ռուսաստանն էլ է նոր հույսեր կապում այս ապրանքների տարանցումը թույլատրելու հետ կապված։ Օվերչուկը հայտարարել է, որ 2 օր առաջ ադրբեջանական կողմը մեզ հաստատեց իր երկաթուղիները օգտագործելու հնարավորությունը ռուսական ապրանքները Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցման համար։ Այս առումով մենք շատ հետաքրքիր առաջընթաց ենք գնացել, ներկայում ռուսական երկաթուղիները տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին քննարկում են այդ բեռնափոխադրումների կազմակերպման հարցերը։ Սա Սա դավաճանություն է։ Ռուսաստանից Ադրբեջան, հետո Հայաստան։ Սա Հայաստանի անկախության հանձնումն է։ Սա դավաճանություն է, եւ սա երբեք պետք է չներվի։ Ընդհանրապես իմաստ չկար այս գործողության։ Ես հասկանում եմ, որ ԵԱՏՄ-ն միակ տեղն է, որ իրանք կարան ցույց տան, որ տնտեսական աճ կա ու վերարտադրվեն։ Բայց սրիկայություն է էլի իրականում։ Ինչ որ դիլետանտների վերարտադրության համար երկիրը դնել sense վտանգի տակ։ Խոսքը Ադրբեջանը չի, խոսքը իհարկե Ռուսաստանն։ Եթե Հայաստանը Ռուսաստանից չփոխվի, ոչ մի բան չի լինել։ Հասկանում եք, իշխանությունները որոնք եղել էին ինչևս, ես որ ասում եմ Նիկոլը ոչ մի բանից չի տարբերվում Լևոնից, Քոչից կամ Սերժից, այդ տենց է։ Ասենք ինքը նույն բանն է։ Այսինքն տանել կախվածության մեջ դնել Հայաստանը Ռուսաստանից եւս մեկ անգամ յուրաքանչյուրի մոտ եղել է այդ հնարավորությունը փոխվել Ռուսաստանից, բայց բոլորը վերադարձել են դեպի ավելի հանգիստ փաբլիկ տեղ, դեպի 40 ավազակների կամ այդ հեքիաթային հերոսների, հա, մեգա դախլչիների ոնց որ ես ասում եմ, 40 ընտանիք պայմանական 40 ընտանիքի շահերը պաշտպանելու համար։ Ռուսաստանի հետ տնտեսական կապերը ոչ մի լավ բանի չեն բերի։ Ռուսաստանի տնտեսությունը մեռած է։ Միակ բանը, որ դա կտա Հայաստանին, Հայաստանը կհայտնվի պատժամիջոցների տակ։ Նորից եմ ասում, Օվերչուկը կարա գնա ռուսական նավի հետևից ու հավաքի ստեղից կառավարության այն անդամներին Հայաստանին, որոնց դուր են գալի ասում։ Ով ուզում է Օվերչուկի հետ միասին գործանի, պожалуйста, ռուսական նավի հետևից, բոլորը։ Արդեն համը հանում են որ Ռուսաստանը պաշտոնապես ողբում է, որ տնտեսությունը մեռել է, կենտրոնական բանկի նախագահով, էկոնոմիկայի նախարարով, ասենք իրանք ընկած Ղազախստանից բենզին են առնում, ուղղակի որտեղ բենզին չունի։ Իսկ Օվերչուկը Հայաստանը պատրաստվում է կապել Ռուսաստանին երկաթգծով։ Ալիևը դրա համար է գիծը բացում է։ Ինքը գիտի, որ Հայաստանին կողեն պատժամիջոցների տակ, որովհետև Հայաստանը շարունակի մնալ ԵԱՏՄ-ի հետ, ինքը չի զարգանա, հետևաբար ցանկաց ավելին շուտով ընտրություններ են լինելու արևմուտքում։ Կարող է գան ուժեր, որոնք ավելի կոշտ լինեն Ռուսաստանի նկատմամբ, կարող է չհաստատ։ Այդքան փափուկ արդեն չլինեն։ Արդեն Ալիևի ստոկարը մի քանի տեղով, մի քանի դուստրով ընկելա պատժամիջոցների տակ։ Ինչի թվում որ շատ հեռու է այն օրը, որ կսկսեն ամբողջությամբ ստոկարը մտցնել պատժամիջոցների տակ։ Հետո ասեմ, չգիտեմ, կարա Հայաստանի հերթը գա։ Ինչի՞ չէ որ, բան ինչ իրանց թվում է իրանք հա այտենց բան են փող են գենարացնելու, որ Ռուսաստանը պատերազմը շարունակի ու իրանց ոչ մեկ չի պատժելու։ Լինել բուրդ եւ լինել շատակեր, դրանք տարբեր բաներ։ Ես քաղաքականությունը բերելու եմ նրան, որ ամբողջ հաղթաթղթերը մեր ձեռքից դուրս են գալ։
Հայաստանի միակ հաղթատուղթերն է, որ ինքը ժողովրդավարական ազատ տնտեսության ձգտող երկիր է, որը ունի Եվրամիության աջակցելու հնարավորություն եւ հրավեր։ Այս ամեն ինչը հանձնել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի որպես կուսակցության ղեկավար, մի անգամ էլ նստեն 4 տարով երկիրը անպականեն, մի 40 էլ ավազակել մեգադախլ չի էլի փող աշխատեն, մի տեսակ պետք է նստենք 3 պլյուս դրսում եւս նու առնվազն 3 միլիոնով, այսինքն 6 միլիոնով մտածենք 40 մեգադախլ չի ու մի հատ ԿՊ եւ Հայաստանի չգիտեմ արժանապատիվ զարգացում, որն ավելի ծանր մեր համար։ Ինչի՞ թվում է երկար բացելու բան կա։ Այս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փորձի շրջանակներում Ադրբեջանից այսպես կոչված քաղաքասարակության ներկայացուցիչներ եկան Երևան եւ հանդիպեցին Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչներին։ Իդեպ մի հանդիպում, որը գաղտնի անցկացվեց եւ որևէ լրատվամիջոց դրա մասին տեղյակ չեղավ, բայց այնուհանդերձ դուք այս հանդիպումը ինչպես եք մեկնաբանում, արդյոք սա կարող է փոխել ոչ կարճ ժամանակահատվածում, այլ երկարաժամկետ կտրվածքով նման հանդիպումները կարող են արդյունք տալ, թե ոչ։ Նախ շնորհակալություն ճիշտ մեկնաբանության համար, այսպես կոչված քաղաքասարակություն։ Ադրբեջանի քաղաքասարակության հետ ես շատ վաղուց աշխատել եմ եւ նրանք, ովքեր իրոք Ադրբեջանի քաղաքասարակություն են, վաղուց արդեն Ադրբեջանում չեն, կամ վտարված են, կամ նստած են, կամ սպանված են, կամ ձեն չեն անում։ Ու արդեն նաև մեծ են տարիքով մի մաս։ Ինչ վերաբերվում է այս այցին, երթական կապիկություն։ Դու որտեղ ես տեսել քաղաքացիական հասարակություն, որը բանով է գալիս, Gulfstream-ով է գալիս, պետական։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հիմնականում բան են, ՀԿ-ների անդամներ են կամ ՀԿ-ների ղեկավարներ, հալով կարան գրանտ ունենան։ Նախ սկսենք նրանից, որ հասարակական կազմակերպություն մի երկրում, որը Ադրբեջանն է, ուղղակի չկա, բացառվում է, ուղղակի չկա, նախատեսված չի, այնտեղ սկի ԶԼՄ չկա անկախ, ասենք BBC բան, այդպես բաներ կան, ոչ մեկը չկա, հենց որ Ադրբեջանում չկա քաղաքացիական հասարակություն, տեղից արդեն կարելի է շարունակել, ինչ վերաբերվում է իրանց այցին, ինչ խոսացին, ոնց արեցին, вообще էական չի, ընդհանրապես էական չի։ Նրանցից մեկն էլ հայտնի եկող այսպես կոչված էկոակտիվիստներից է։ Ես էլ ուզում եմ Սերինար ջան, մեկն էլ այդ բաներ Արցախի շրջապակում կազմակերպիչներից, թե այնտեղ գտնվողներից մեկն էր։ Ոչ ամեն դեպքում ինչ կա այդ։ Չես կարող որ ասենք պաշտոնապես քեզ ասում են, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են գալի կամ քաղաքասարակություն են գալի, չես կարող ասես չէ, ու պետք է գոնե ինչ որ կերպ մեկնաբանես, բացատրես ինչի չէ։ Բայց ասենք դրան ինչ որ նշանակություն տալ։ Ու լավ է մեր կողմից մի քանի հոգու նկարի վրա տեսա, ունենց բան չեն էլի։ Կոփված են, այսպես ասած, այդ թուրքերի հետ խոսալու բանով։ Դրա համար տենց վստահ եմ, որ շատ վատ չի անցել մեր համար, բայց լուրջ նշանակություն տալ չէ։ Սա բան է, իրականում սա շախմատ է կամ սումո, եթե ուզում եք։ Այս երկար է քաշելու ժամանակ, երկար ասած տասնամյակներ։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, Նարեկ։